Անհանգիստ են հայ ծնողները։ Շատ անհանգիստ եմ լինում։ Ես իմ բալիկներին չեմ թողնում բակ դուրս գան, ինձ հետ են միշտ։ Որդու ձեռքը հիմա ավելի ամուր է բռնում այս կինը փողոցում։ Մենակ տնից դուրս գալ առհասարակ չի թողնում։ Լսել է, որ երեխաների առևանգման փորձեր են լինում։ Անծանոթ մարդիկ մոտենում են դպրոցներից տուն վերադարձող 9-10 տարեկան երեխաներին, ներկայանում որպես ընտանիքի ծանոթ, առաջարկում կոնֆետ, խաղալիք ու համոզում ուղեկցել տուն։ Եթե մի ժամանակ մտածում էի, լինում էր դեպքեր, որ 2 վայրկյան սենց սպայտակ, բայց հիմա ահա որ վախեցած եմ։ Հիմա էլ անդադ Իրանն եմ կողքսա, բայց համ ձեզ եմ լսում, համ բալիկին եմ նայում։ Ես որպես ծնող ինչքան կարող եմ վերահսկում եմ, բայց որ ասեմ ապահովագրված է որևէ ծնող այդ դեպքերից չի կարող լինել։ Համացանցում աղմուկ են հանել վերջին 2 դեպքերը մայիսի 17-ին Արաբկիր վարչական շրջանում մի տղամարդ մոտեցել է 9-ամյա աղջնակին ներկայացել որպես հորընկեր։ Երեխան չի հավատացել անծանոթին, արագ հեռացել է։ Նմանատիպ մի դեպք էլ Հրազդանում է եղել։ Սպիտակ մեքենայից մի տղամարդ է դուրս եկել, մոտեցել մի աղջնակի, խոստացել տանել տուն, խաղալիք եւ քաղցրավենիք տալ։ Երեխան խուճապահար փախել է, զանգել ծնողներին։ Ոստիկանությունը հորդորում է զգոն լինել, բայց չմատնվել խուճապի։ Առևանգման փորձերի ահազանգներ երբեմն լինում են, բայց միշտ չէ, որ դրանք կապ են ունենում իրականության հետ։ Հաստատված փաստ առևանգման հետ կապված չունենք։ Իհարկե միշտ պետք է ուշադիր լինենք, չբացառենք որևիցե բան, բայց այս պահին հաստատված փաստ չունենք։ Եթե ունենում եք նման տեղեկատվություն, սիրելի ծնողներ, հանրության ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ, կխնդրեմ, որպեսզի այդ տեղեկատվությունը անմիջապես փոխանցվի մեզ։ Առևանգման դեպքեր գուցե եւ չեն եղել արձագանքում են քաղաքացիները, բայց փորձերի մասին իրենք լսել են ու վախեցած են։ Ոչ բոլորն են վստահ, որ Հայաստանում պատշաճ մակարդակի վրա է փոքրիկների պաշտպանությունը։ Դնով է դեմ առնում, աղջիկ ջան։ Պետություն չկա, կառավարություն չկա, ղեկավար չկա, ով է դրա մասին մտածում։ Երեխաներն իրենց պատասխաններն ունեն, շատ լավ գիտեն, ինչ կանեն, եթե հանդիպեն կասկածելի անծանոթի։ Ես կփախնեմ ու կզանգեմ տատին։ Ես անծանոթների հետ չեմ խոսում ու կասեմ այս բանին ծանոթ մարդ չեք, ես ձեզ չեմ տեսել, ոչ է ծնողներս են ձեզ մասին տեղեկացված, ինձ ոչ մի բան ձեզ մասին չեմ պատմել, հենց որ դուք գնացեք ձեր ճանապարհով, ես իմ։ Եթե տեսնում ենք, կոնֆետ են տալի, պիտի վերցնենք այդ կոնֆետը, ոչ թե բացենք ուտենք, այլ գցենք գետինը, կամ էլ մի հողի տակ գցենք։ Երեխայի առևանգման փորձի ամենաղմկոտ դեպքերից մեկը անցած տարի էր եղել։ Սեպտեմբերին Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի շրջանային փողոցում մի անծանոթ մեքենայով մոտեցել էր մի տղայի, առաջարկել միասին գնալ աղբը թափելու։ Ասել էր Yandex-ի վարորդ է։ Ծնողը ոստիկանություն հաղորդում չէր ներկայացրել, քանի որ հարևանի տեսախցիկով տեսել էր, որ անծանոթը իր երեխային չի խփել, չի քաշքշել։ Ամեն դեպքում գործը ընթացք էր ստացել։ Քննչական կոմիտեի խոսնակը մեզ հայտնեց, որ նյութերն արդեն ուղարկել են դատարան։ Զարուհի Սահակյան, Միլենա Պողոսյան և Անի Ղանդիլյան, Հայլուր։